Մի հին ծանոթ ունեմ, որին ճանաչում եմ, գիտեմ որպես մատուցող, որովհետև դեռ ընդդիմադիր ժամանակներից Երևանի կենտրոնում գտնվող սրճարանում սուրճ խմելիս անընդհատ առնչվել ենք, ծանոթացել, մտերմացել և վերջերս իմացա, որ նա առողջական որոշակի խնդիրներ է ունեցել և դրա պատճառով մեծ ֆինանսական խնդիրների մեջ է հայտնվել։ Բնականաբար իմ առաջին ռեակցիան հետևյալն էր, թե ինչու չի օգտվել առողջության ապահովագրությունից, որովհետև հետաքրքրվելով իմացա, որ խոսքը մի հիվանդության մասին է, որը առողջության ապահովագրությունը ծածկում է, և իմացա, որ ծանոթս, որը մատուցող է աշխատում, հիշեցնեմ, Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում, շահառու չէ, որովհետև նրա աշխատավարձը 80,000 դրամ է։ Ես երաշխավորում եմ, որ եթե աշխատավարձը իմ ծանոթի լիներ 80,000 դրամ, նա երբեք այդ սրճարանում չէր աշխատի, դա բացառված է ուղղակի, բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ այդ ստվերի պատճառով ըստ էության մարդը մի X պահի հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ, մինչդեռ եթե նրա իրական աշխատավարձը ֆիքսված լիներ, նա կլիներ առողջության ապահովագրության շահառու և այդ խնդիրների 97-98, չեմ ուզում ասեմ 100%-ը չէր ունենա։ Ես ինչի համար եմ ասում, նախ ուզում եմ դիմեմ մեր բոլոր Երևանի կենտրոնում և ընդհանրապես աշխատող մեր հարգելի մատուցողներին, որ իրենց գործատուներին կոչ անեն և հասնեն նրան, որ իրենց եկամուտները հստակ ֆիքսվեն, որովհետև դրանով իրենք դառնում են առողջության ապահովագրության շահառու, դրանով իրենք նաև եկամտային հարկի վերադարձի տարբեր ծրագրերից օգտվելու հնարավորություն կստանան, մինչդեռ այդ հնարավորությունը այսօր ընդհանրապես չունեն։ Եվ ընդհանրապես բոլոր այն դեպքերում, երբ որ միտումը այն է, որ այ հարկ չտանք, որպեսզի լավ լինի, ընդհակառակը հարկ վճարելու արդյունքում մարդկանց բարեկեցության հնարավորությունները լավանում են և չեն նվազում։ Բայց սա խոսակցություն է, որը հետագայում կշարունակենք։ Այսօր ես ուզում էի խոսել այս կոնկրետ դեպքի և մատուցողի և մատուցողների մասին, որոնց 90%-ը համոզված եմ աշխատավարձի արձանագրման իմաստով այս նույն վիճակում է։ Աստված բոլորին առողջություն տա, բայց ոչ մեկ չգիտի, թե երբ և որտեղ և ինչպիսի առողջական խնդիր կառաջանա։ Այդ խնդիրների կառավարմամբ պետք է զբաղվել այսօր, մանավանդ որ կա առողջության ապահովագրության համակարգը։ Շնորհակալ եմ։